Բարև ձեզ, այսօր լուծելու ենք հետաքրքիր խնդիր, կարդում եմ խնդիրը, միմյանցից 108 մետր հեռավորությամբ երկու կետերից միաժամանակ իրար ընդառաջ շարժվում են երկու մարմիններ, որոնցից առաջինը 5 մետր վայրկյան հաստատուն արագությամբ, երկրորդ մարմինն առաջին վայրկյանում անցնում է 3 մետր, իսկ յուրաքանչյուր հաջորդ վայրկյանում 1 մետր ավելի, քան նախորդում, քանի վայրկյան անց մարմինները կհանդիպեն: Նրանք, ովքեր ցանկանում են փորձել իրենց գիտելիքները, կարող են դադարեցնել տեսանյութի դիտումը, փորձեն ինքնուրույն լուծել խնդիրը, հետո ստացված պատասխանը համեմատել, տեսնելու համար ճիշտ են լուծել խնդիրը, թե ոչ: Մինչ լուծմանն անցնելը խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, քանի որ նման հետաքրքիր տեսանյութերի տեղադրումը ալիքում շարունակական է լինելու, և այսպես անցնեմ խնդրի լուծմանը: Կա երկու մարմին, որոնք իրար ընդառաջ են շարժվում, նրանց միջև հեռավորությունը 108 մետր է, մարմիններից մեկը շարժվում է հաստատուն արագությամբ 5 մետր վայրկյանում, իսկ երկրորդ մարմնի արագությունը հաստատուն չէ, այլ առաջին վայրկյանում այդ մարմինը անցնում է 3 մետր, իսկ հետո հաջորդ յուրաքանչյուր վայրկյանում 1 մետր ավելի, քան նախորդում: Նախ խնդիրը լուծելու համար պետք է կարողանանք իմանալ, թե որն է բանալի հարցը խնդրի լուծման համար: Այս խնդրի լուծման բանալի հարցը հետևյալն է. երբ կհանդիպեն, կամ ավելի ճիշտ որ դեպքում կհանդիպեն մարմինները: Մարմինները կհանդիպեն այն դեպքում, երբ նրանց անցած ճանապարհների գումարը հավասար կլինի 108 մետրի: Նորից եմ կրկնում, մարմինները կհանդիպեն այն դեպքում, երբ նրանց անցած ճանապարհների գումարը հավասար կլինի 108 մետրի: Մենք գտանք բանալի հարցի պատասխանը և հետագայում խնդիրը լուծելիս արդեն հեշտ կլինի մեզ համար: Հիմա առաջին վայրկյանում երկու մարմինները միասին անցնում են 8 մետր: Ինչ ենք տեսնում: Առաջին վայրկյանում երկու մարմինների անցած ճանապարհների գումարը 8 մետր է, երկրորդ վայրկյանում 9, երրորդում 10, չորրորդ վայրկյանում 11 և այլն: Սրանից ինչ եզրահանգում, որ այստեղ մենք գործ ունենք թվաբանական պրոգրեսիայի հետ, որովհետև ամեն հաջորդ վայրկյանին անցած ճանապարհը երկու մարմինների ավելանում է 1 մետրով: Սա նշանակում է, որ խնդիրը լուծելու համար մենք կարող ենք օգտվել թվաբանական պրոգրեսիայի բանաձևերից: Հիշենք թվաբանական պրոգրեսիայի բանաձևերը: Առաջին բանաձևը an-ը հավասար է a1 գումարած d բազմապատկած n-1: Սա թվաբանական պրոգրեսիայի n-րդ անդամի բանաձևն է: Թվաբանական պրոգրեսիայում կա ևս մեկ այլ բանաձև, որը կոչվում է թվաբանական պրոգրեսիայի առաջին n անդամների գումարի բանաձև: Դա հետևյալն է. Sn-ը հավասար է a1 գումարած an բաժանած 2-ի բազմապատկած n-ի: Հիմա տեսնենք, թե մենք որ տվյալներն ունենք: a1-ը ունենք, դա 8 մետրն է, որովհետև թվաբանական պրոգրեսիան սկսվում է 8 մետրից: Առաջին վայրկյանում երկու մարմինների գումարը 8 մետր է, հետևաբար գրենք a1-ը հավասար է 8
AN-ը մեզ հայտնի չէ, N-ը մեզ հայտնի չէ, մեզ հայտնի է SN-ը, որը հավասար է 108 մետրի, SN-ը հավասար է 108, Եթե մենք գտնենք N-ը, կգտնենք նաև խնդրի պատասխանը, քանի որ մեր դեպքում N-ը ցույց է տալիս, թե որերորդ վայրկյանին երկու մարմինների անցած ճանապարհների գումարը կլինի 108 մետր, այսինքն SN-ը 108 կլինի։ Մենք պետք է կիրառենք թվաբանական պրոգրեսիայի առաջին N անդամների գումարի բանաձևը, սակայն այստեղ կա մի խնդիր, N-ը մենք չգիտենք, բացի դրանից չգիտենք նաև AN-ը, այսինքն երկու անհայտ ունենք և հետևաբար թվում է, թե այն լուծել չենք կարող, բայց մենք կարող ենք գտնել AN-ը։ AN-ը գտնում ենք շատ պարզ, մենք տեսանք AN-ի բանաձևը, N-րդ անդամի, թվաբանական պրոգրեսիայի N-րդ անդամի բանաձևը սա հետևյալն է։ Հիմա գտնենք AN-ը, AN-ը հավասար է, A1-ը մենք գիտենք դա 8-ն է, 8 գումարած D-ն թվաբանական պրոգրեսիայի տարբերությունն է, թվաբանական պրոգրեսիայի տարբերությունը 1-ն է, հավասար է 1-ի, քանի որ ամեն հաջորդ վայրկյանին երկրորդ մարմնի անցած ճանապարհը 1 մետրով ավելանում է, այսինքն կամ կարելի է ասել երկու մարմինների անցած ճանապարհը ամեն հաջորդ վայրկյանին 1 մետրով ավելանում է, հետևաբար թվաբանական պրոգրեսիայի տարբերությունը կլինի 1-ը, այստեղ գրեմ D-ն հավասար է 1, մոռացել էի, հիմա վերադառնանք այս բանաձևին, A1-ը հավասար է 8 գումարած, 1-ը այստեղ քանի որ պետք է բազմապատկեմ իմաստ չունի գրելու, կգրեմ N մինուս 1, սրանից հետևում է, որ AN-ը հավասար է 7-ին գումարած N, մենք գտանք, թե ինչի է հավասար AN-ը, AN-ը հավասար է 7-ին գումարած N, հիմա կիրառենք թվաբանական պրոգրեսիայի առաջին N անդամների գումարի բանաձևը, մենք կիրառեցինք բանաձևը, քանի որ A1-ը գիտեինք 8 է, և AN-ը գտանք, որը հավասար է 7 գումարած N-ի, միանգամից արժեքները տեղադրեցինք բանաձևի մեջ, SN-ը մենք գիտենք, որ հավասար է 108-ի, հետևաբար գրենք 108, հիմա լուծենք այս հավասարումը, նախ ազատվենք կոտորակից ազատվելու համար հավասարման աջ ու ձախ մասերը բազմապատկում ենք 2-ով, ստացվում է փակագծերի մեջ 15 գումարած N բազմապատկած N-ի հավասար է 108-ը բազմապատկած 2-ի կստացվի 216, հիմա բացենք փակագծերը, կստացվի N քառակուսի գումարած 15N հավասար է 216, ստացվեց քառակուսային հավասարում, հիմա լուծենք այս հավասարումը,
n քառակուսի գումարած 15n, 216-ը բերեմ հավասարման ձախ մաս, մինուս 216 հավասար է 0-ի։ Լուծենք հավասարումը։ Դիսկրիմինանտը հավասար է b քառակուսի մինուս 4ac, սա հավասար է b-ն մեր 15-ն է, 15 անգամ 15 հավասար է 225, ուրեմն c-ն 216-ն է, արդյունքում եթե բազմապատկենք 4-ով նշաններ կփոխվի, կդառնա գումարած 864, 225-ին գումարենք 864, կստացվի 1089։ Հիմա մեր հավասարումը կունենա երկու արմատ, արմատներից մեկը կլինի դրական թիվ, իսկ մյուսը բացասական թիվ։ Մենք պետք է գտնենք մեկ արմատը, դրական արմատը, բացասական թվով արմատը իմաստ չունի գտնել, որովհետև մեր խնդրի պատասխանը բացասական թիվ լինել չի կարող, մեր դեպքում n-ը չի կարող բացասական լինել, հետևաբար գտնում ենք միայն դրական արմատը, n-ը հավասար է Հիմա արժեքները տեղադրենք բանաձևի մեջ, կստացվի մինուս 15 գումարած 1089-ի արմատը 33-ն է, բաժանած 2-ի, a-ն մեր 1-ն է։ Մինուս 15-ին գումարած 33 հավասար է 18-ի, 18-ն էլ բաժանած 2-ի հավասար է 9։ Մենք գտանք n-ը հավասար է 9։ Ես ասել էի, որ եթե մենք գտնենք n-ը, կգտնենք նաև խնդրի պատասխանը։ Այսինքն 9 վայրկյան անց մարմինները կհանդիպեն։ Պատասխան՝ 9 վայրկյան։ Այսքանը, եթե հավանեցիք տեսանյութը, կարող եք լայք դնել։ Ցտեսություն, կհանդիպենք։